Կարապետյան, տեղյակ եք իշխանությունները ձեզ քննադատում են նաև այն բանի համար, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին հայտարարել եք, մեջբերեմ, հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի անունից կոչ եմ անում երկու կողմերին էլ վերադառնալ բանակցությունների սեղանին եւ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել նոր զոհերից, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում խուսափելու համար։ Իշխանություններն ասում են օրինակ, որ սա կարող էր օրինակ ԵԱԿ Միսկի խումբը անել այս հայտարարությունը կամ Դանիայի արտգործ նախարարությունը, բայց ոչ հայը, դուք ինչպես կմեկնաբանեք այս քննադատությանը։ Ինձ թվում էր դատարանում այդ հարցը ինձ տալուց, դրանից հետո Փաշինյանը մի երկու օր կանգներ ձեր տան դեմը, քեզ խնդրեր, որ այդ հարցը դու նորից չտայիր ինձ։ Ինչու՞։ Քանի որ այդ հարցի պատասխանը Փաշինյանը լավ գիտի։ Ես չգիտեմ ով է այդ էքսպերտը, որ դա որոշել է, որ դա հավասարության նշան են դրել։ Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ։ Դա անտեսեց Փաշինյանը իր մեծամտությամբ եւ մենք ունեցանք ինչ որ ունեցանք, մնացածը նորից ես չեմ բացի փակագծեր, եթե ինքը կգտնի հարմար, թող ինքը բացի։ Եվ քան մեկ հարց էլ ունեմ, սա էլ տամ եւ վերջացնենք, շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, դուք ձեր թիմակիցները հայտարարում եք, որ ուժեղ Հայաստանում ստեղծելու է 300,000 աշխատատեղ, իսկ ՀՊ-ն 300,000 ադրբեջանցիների վերադարձ է ապահովելու։ Իշխանությունները, պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ասում են, որ վերադարձ որևէ ուղղությամբ չի կարող լինել, նույնիսկ փակել են արցախցիների Արցախ վերադառնալու միջազգայինորեն այդ իրենց իրավունքը, եւ այս կոնտեքստում ուզում եմ հասկանամ, երբ իշխանություններն ասում են, որ արցախցիները Արցախ չեն գնալու, ադրբեջանցիները չակերտավոր ասած Հայաստան վերադարձը նկատի ունեմ չակերտավոր չի լինելու, որտեղից ձեզ տեղեկություն, պարոն Կարապետյան, որ 300,000 ադրբեջանցի է գալիս, որտեվ այդ վերադարձի մասին մեկ խոսում է Ալիևը եւ մեկ խոսում է ուժեղ Հայաստանը, ձեր թիմը դուք կարող է այլ պայմանավորվածությունների մասին տեղեկություններ ունեք, որ հանրության համար հասանելի չեն, եթե այո, ապա կխնդրեմ ասել։ Ես ելնում եմ նրանից, որ վերջին տարիներին Ադրբեջանի նախագահը ինչ հայտարարել է, շատ կարճ ժամանակում դա իրականություն է դարձել։ Եվ ես չեմ լսել, որ բացի թմբուկ նվագելուց Փաշինյանը դրան արձագանքել է։ Դրա համար ես առաջարկում եմ։ Ինձ թվում է դու լավ հարաբերություններ ունես Փաշինյանի հետ։ Այնքան որքանով ձեր հետ։ Ահա, դե ուրեմն կարող ես իրեն առաջարկել, երբ բարձրանում է ազգային ժողովի ամբիոն, առանց ցնցումների մեջ ընկնել, թող հայտարարի, որ 300,000 ադրբեջանցի չի գալու Հայաստան։ Թող հայտարարի, որ Ադրբեջանը Հայաստանից ոչինչ չունի ստանալիք։ Ես չեմ լսում այդպիսի հայտարարություններ, դրա համար մենք ունենք վստահություն, ես չգիտեմ պայմանավորվածությունների մասին, չեմ ուզում սուտ խոսամ, բայց նայելով այս ամենին վստահ եմ, որ ադրբեջանցիները շատ լուրջ են տրամադրված եւ եթե մենք չկանգնեցնենք այդ process-ը 300,000, միգուցե 500,000 հաշվի առնելով ադրբեջանցիների բազմանալու արագությունը կանցնի տարիներ մենք տեսնենք միգուցե միլիոն ադրբեջանցի Հայաստանում։ Դրա համար մենք այդ մտավախությունը ունենք եւ ամեն օր թմկահարում ենք դրա մասին։ Դուք մի մտածեք, թե մենք դրանից հաճույք ենք ստանում։ Դա
շատ կարևոր հարց է մեր երկրի համար, մենք տեսնում ենք երկու կարևոր հարց։ Կորցնենք Սյունիքը ինչ որ տեսքով եւ ունենանք ադրբեջանցիներին Հայաստանի տարածքում իրենց լավ զգալով։ Շնորհակալություն։